Տիտոսին երկրորդ գլուխ։ Բայց դու խոսիր այն, ինչ պատշաճ է ողջամիտ վարդապետությանը։ Հորդորիր, որ ծերերը զգաստ, պարկեշտ, խոհեմ, ողջամիտ լինեն հավատի, սիրո, համբերության, ժուժկալության մեջ։ Նույնպես զառամյալ կանանց հորդորիր, որ լինեն զգաստ և սրբերին վայել վարմունք ունենան, ոչ բանսարկու, ոչ գինեմոլ, այլ բարեխրատ, որ խրատեն դեռատի կանանց, սիրելու իրենց մարդկանց, իրենց զավակներին, լինելու խոհեմ, առաքինի, տնարար, բարեգործ, հնազանդ իրենց ամուսիններին, որպեսզի պատճառ չդառնան, որ Աստծու խոսքն անարգվի։ Հորդորիր նաև երիտասարդներին, որ լինեն խոհեմ, բարի գործերի մեջ իրենց օրինակ դարձնեն բոլորին, ուսուցման մեջ պահեն անեղծությունը, մաքրությունը, պարկեշտությունը, ողջամիտ խոսքը, պարսավանքի տեղիք չտան, որպեսզի հակառակորդն ամոթով մնա և որևէ չար բան չունենա մեր մասին ասելու։ Հորդորիր ծառաներին, որ ամեն ինչում հնազանդ լինեն իրենց տերերին և գոհացնեն նրանց, չհակառակվեն, չգողանան, այլ բացարձակ հավատարմություն ցուցաբերեն, որպեսզի ամեն ինչով պատիվ բերեն մեր Փրկչի, Աստծու վարդապետությանը։ Աստծու փրկարար շնորհը հայտնվեց բոլոր մարդկանց։ Այն խրատում է մեզ, որ մերժենք ամբարշտությունը և աշխարհիկ ցանկությունները, այս աշխարհում ապրենք զգաստությամբ, աստվածապաշտությամբ և սպասենք երանելի հույսին ու փառքի հայտնությանը մեր մեծն Աստծու և Փրկչի Հիսուս Քրիստոսի, որն ինքն իրեն տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկագնի ամեն տեսակ անօրենությունից և մաքրի իր սեփական ժողովուրդը դարձնելով բարի գործերի նախանձախնդիր։ Այս ամենը խոսիր, հորդորիր և հանդիմանիր ամենայն խստությամբ, որպեսզի չլինի, թե որևէ մեկը քեզ արհամարհի։